Երևանյան ստվերներն այս օրերին ոսկու արժեք ունեն։ Ջերմաչափի սանդղակը գրոհում է նոր բարձունքներ, իսկ մենք որոշել ենք անցորդներից պարզել, ինչպես են գոյատևում այս տապին։ Իմանում շոքին, քանի որ ակտուալ է այս թեման, հետաքրքիր է, ինչ-որ միջոցներ ունեք հովանալու։ Այս ամենակ։ Իսկ ինչպես եք դիմանում, առհասարակ դիմաց կունեք շոքին հանդեպ։ Դիմաց կունեմ։ Հովհար ու այդքան բան։ Իսկ կան ինչ-որ ըմպելիքներ, որոնցով հովանում եք ու խորհուրդ կտաք մյուսներին։ Պատկերացրեք, ես թեյ եմ խմում։ Թեյով հովանում եք։ Այսինքն համարում եք, որ ճիշտ է, որ տաք ամռանը տաք թեյն է օգնում։ Ինձի օգնում է։ Ում իմանալ շոքին ինչպես եք դիմանում։ Ես տանն եմ, մեր տունն է շատ հով է, հակառակ մեկ դուրս եմ գալի, որպեսզի արև տեսնեմ, տարիք հետ կապված ինչ է պետք, հիմա էլ եկել էի բժշկի, էլ ինչ ասեմ։ Իսկ ինչ-որ զովացուցիչ ըմպելիքներ խմում եք, որպեսզի հովանաք, թեկուզ դրսում, ինչն է ձեզ օգնում։ Հիմա օրինակ ուզեցի այս սուրճը խմել, բայց զովացուցիչ ըմպելիքներ, եթե կարիք է լինում, վերցնում եմ ստոկեր։ Եվ կուզեմ, որ բոլորը այս տաք օրերին իհարկե արևից պաշտպանվելով լինեն մակրոթին, արևի տակ, որտեղ այս ձմեռը բոլորս ենք հիվանդանում։ Դե վիտամինի պակասության պատճառով հիմա ծերերը, երեխաներին ու ոչ, թող լինեն մակրոթին, արևի տակ, լողանան, իրանց մարմինը պատրաստեն ձմեռվա, ինչպես են որ վարտևային լավ հովացան։ Քին ինչպես ես դիմանում։ Շատ ված։ Իսկ ինչ միջոցներ ես ձեռնարկում, որպեսզի դիմակայես։ Տինյոչկ։ Իսկ կան զովացուցիչ ըմպելիքներ, որոնք օգնում են։ Չգիտեմ։ Դու ինչ ես օրինակ օգտագործում, որը քեզ հովացնում է, այսպես ասած։ Тенечек ու չգիտեմ։ Սառը ջութ կամ ջուր։ Իսկ ինչ խորհուրդ կտաս մյուսներին, որպեսզի իրեն կարողանան հովանալ։ Կարամ ռուսերեն ասեմ։ Իհարկե։ Ищите тенечек, одевайтесь легко и сары տեղեր ищите։ Շոքին ինչպես եք դիմանում։ Շոքին, ոնց ասեմ, շատ վատ։ Ինչ միջոցներ եք կիրառում, որ գոնե մի քիչ հովանաք։ Ոչ մի միջոցեր չկա, ուղղակի նստում ենք տանեն, Դիմանում եք։ Չէ, սառը ջուր ենք տալի, չենք դիմանում։ Իսկ կան ըմպելիքներ կամ ուտելիքներ, որ ձեզ հեղուկ հովացում։ ենք շատ խմում։ Ձեր խորհուրդը ո՞րն է այդ դեպքում, ինչ Ուղղակի օգտագործում։ շոքին շատ հեղուկ օգտագործենք։ Շոքին ո՞նց եք դիմանում։ Շատ լավ։ Ինչ միջոցներ եք կիրառում դիմանալու Ոչ մի համար։ բան։ Ուղղակի դիմանում եք։ Ուղղակի դիմանում եք։ Իսկ ինչ խորհուրդ կտաք մյուս մարդկանց, ինչպես դիմանան։ Ինչպես սովորական նման, ոչ մի ձևի, ոնց որ դիմանում ենք, մեկը լեցել իրար դիմանան։ Շնորհակալություն։ Իսկ դուք ինչպես եք դիմանում։ Ես շատ լավ ազուս։ Դուք շոքին ինչպես եք դիմանում, ինչ ըմպելիքներ եք խմում, որոնք ձեզ օգնում են զովան։ Միայն ջուր։ Այո։ Իսկ դիմաց կունեք, շոքին դիմանում եք առհասարակ։ Ամեն ինչին դիմանում ենք, ես մեր ազգը ամեն ինչին սովորում եմ։ Իսկ հանգիստ պլանավորում եք, եթե այո, Հայաստանում կամ արտերկրում, ինչ նախընտրություններ ունեք։ Արտերկրում երևի, Ռուսաստանում ավելի շատ։ Շոքին դիմանում եք։ Այո, Իսկ ինչ միջոցներ եք օգտագործում դիմանալու համար։ ոչ մի միջոցը չեմ օգտագործում, Իսկ հանգիստ պլանավորում եք, որտեղ եք նախընտրում հանգստանալ, Հայաստանում, արտերկրում։ ոչ միտեղ։ Շոքին ինչպես եք դիմանում։ Շատ վատ։ Շատ վատ։ Իսկ ինչ միջոցներ եք կիրառում դիմանալու համար։ Ոչ մի բան։ Սառը ըմպելիքներ։ Հանգիստ պլանավորում եք, որտեղ եք նախընտրում Չէ, հանգստանալ։ հանգստանալու ժամանակ չունենք, մենք աշխատում ենք։ Իսկ հանգստի պարագայում արտերկիրն եք նախընտրում, թե Հայաստանը։ Հայաստան Ազիջան, գտնեմ գյուղ հանգստան։ Շնորհակալություն։ Բաժանորդագրվեք Արմպուլսիայեմի սոցիալական ցանցերում։